Բարև սիրելի հեռուստադիտողներ, Երկիր մեդիայի եթերում երկրի հարցահաղորդաշարն է։ Ձեր համար գուցե մի փոքր այլ ձևաչափով, որովհետև մենք այսօր երկու հյուր ունենք։ Մեկը իրանահայ հասարակական գործիչ Արամ Շահնազարյանն է, բարև ձեզ։ Պարոն Շահնազարյան, մյուսը Հայրենիք Սփյուռք նախաձեռնության անդամ Ատոմ Մկրտարյանը, բարև ձեզ, պարոն Մկրտարյան։ Դուք երկուսդ էլ եղել եք մեր հաղորդման հյուր, դեմ առ դեմ, այսպես ասած, ձևաչափով, բայց հիմա եկել է ժամանակը խոսելու հայրենիք սփյուռք հարաբերությունների մասին այն տեսանկյունից, որ առջևում նախընտրական շրջան է։ Բոլոր քաղաքական կուսակցությունները եւ քաղաքական միավորումները իրենց ծրագրերում այս կամ այն կերպ ներառում են Սփյուռքի հետ հարաբերությունները եւ Հայաստանի պետության անելիքները այդ հարաբերություններում։ Այլ բան է, որ իրենք են ներկայացնում քաղաքական կուսակցությունները եւ քաղաքական ուժերը, այլ բան է, որ դրա մասին խոսի Սփյուռքի ներկայացուցիչը եւ մարդ, ով տարիներ շարունակ մեր երկրի անունից կամ մեր երկրի իշխանությունում վարել է այդ քաղաքականությունը։ Իհարկե խնդիրը մեր այն չէ քննադատել կամ քննարկել քաղաքական ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ քաղաքական միավորների նախընտրական ծրագրերը, դրա ժամանակը դեռ չի եկել, կարծում եմ իրենք այս տաղավարում այդ հնարավորությունը կունեն։ Ուղղակի այսօր մենք պետք է փորձենք հնարավորինս անկեղծ ու բաց ներկայացնել, թե օրինակ ինչ խնդիրներ ունի Սփյուռքը եւ ինչ է սպասում Հայաստանից եւ ինչ կարող է անել Հայաստանը, ինչ պետք է անի Հայաստանը, ինչ պետք է աներ կամ ինչ չի արել, բնականաբար ու սկսենք բնականաբար մեր զրույցը։ Ձեզանից, պարոն Շահնազարյան, ձեր կարծիքով կարճ գնահատականը այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։ Եթե կարճ մեկ նախադասությունով ասեմ, դրանք գրեթե եթե ոչ ամբողջովին, այլ մեծ հաշվով կազմաքանդված վիճակում են գտնվում այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Ուրեմն դուք սկզբից ասացիք, որ բոլոր կուսակցությունները իրենց նախընտրական ծրագրերում ներառում են Սփյուռքի հետ հարաբերությունները, բայց կարծում եմ այս պարագայում մենք ունենք բացառություններ։ Առնվազն մեկ բացառություն ես գիտեմ, որը հիմա իշխող քաղաքական ուժն է Հայաստանում, եւ նա ընդհակառակն է անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստան կամ ինչպես մենք ենք ասում հայրենիք սփյուռք հարաբերությունները ընդհանրապես կազմաքանդվեն, ինչպես իմ գործընկերը ասաց։ Այսինքն այնպես չի, որ բոլոր կուսակցությունները գնահատում են եւ կարեւորում են, բայց դա իսկապես շատ կարեւոր է, որովհետեւ ինչպես դասականն է ասել, Հայաստանը մի բան է իր 3 միլիոն բնակչությամբ եւ լրիվ ուրիշ բան է Հայաստանը, երբ որ նա դառնում է Սփյուռքը նաեւ ներառում է իր մեջ որոշումների կայացման առումով, որպես պետության շարունակություն նաև որպես Սփյուռքի եթե դիտարկում ենք, լրիվ ուրիշ բան է եւ այստեղ շատ կարեւոր է ուրեմն անկախ այդ արդեն փոքրամասնություն կազմող քաղաքական ուղղվածությունները, ես դրանց աղանդներ եմ ասում, որովհետեւ այդ դեպքում այդ քաղաքական կուսակցությունը չի կարող լինել Հայաստանի քաղաքական ուժ, հասկանում եք, Հասկանալի։ Հայաստան ասել նշանակում է այո, Հայաստան եւ գումարած Սփյուռք։ Պարոն Շահնազարյան, տարիներ շարունակ Սփյուռքը իր ներկայություն ունեցել է Հայաստանի ներքաղաքական կյանքում, նույնիսկ խորհրդային տարիներին։ Արդեն ակտիվության, բովանդակության եւ արդյունավետության մասին այլ խոսակցություն է կամ մեր խոսակցության այլ մասը։ Բայց նույնիսկ այն տարիներին, անկախության, այսպես ասենք, տարիներին Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի կյանքում նույն բովանդակությունը չի ունեցել։ Տարբեր ժամանակներ տարբեր խնդիրներ ունեցել ու Սփյուռքը իր ուժերը համակենտրոնացրել է կամ այսպես ասենք հիմնական շեշտադրումը դրել է ինչ որ ուղղությունների վրա։ Այսօրվա դրությամբ Սփյուռքը որտեղ է տեսնում իր մասնակցությունը կամ ասենք Սփյուռքի ինչին է պետք մասնակցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին կամ ընդհանրապես Հայաստանի տնտեսությանը, չգիտեմ, մշակույթին եւ այլն, երբ որ պետության կողմից նման վերաբերմունք կա, որը դուք ուղղակի գնահատեցիք կազմաքանդված։ Մենք եթե վերադառնանք 91 թվականից, ասենք անկախացումից ի վեր, Հայաստանի իրար հաջորդ իշխանությունները բացառությամբ գործող իշխանությանը այսպես թե այնպես գնահատել են Սփյուռքի գործոնը։ Մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, մեկը ավելի դրական, մեկը ավելի պահպանողական,
մյուսը գործնական, հաճախ հռչակագրային տարբերակով, բայց դրանցից յուրաքանչյուրը անգամ առաջին նախագահի օրոք գիտակցելով այն ներուժը, որը կուտակված է Սփյուռքում, այն ներուժը, որը ռազմավարական մեծ արժեք է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի պետականության կայացման, Հայաստանի անվտանգության ապահովման համար, այսպես թե այնպես Սփյուռքին գործնականում թե ինչպես նշեցի երբեմն հաճախ հռչակագրային տարբերակով ներգրավել է այս գործընթացում։ Վերջին 8 տարիների ընթացքում մենք դրա բացառման ականատեսն ենք եղել, այսինքն ոչ միայն Սփյուռքի գործոնը անտեսել, այլ նաև Սփյուռքը պառակտել, Սփյուռքին որպես մի այսպես կոչված մոնոլիթ կառույց իր գիտակցական բանով, արժեքային համակարգով եւ Սփյուռք չի կարող ընդհանրապես մոնոլիթ լինել, որտեղ տարբեր սփյուռքներ մենք ունենք, տարբեր ձևավորված արևելահայ, արևմտահայ, ժամանակային առումով, պատճառային առումով տարբեր են։ Սա բացառել։ Հիմա ինչի է պետք Սփյուռքին, հասնենք դրան։ Այն ինչ որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, ուղղակիորեն իր ազդեցությունն է թողնում նաև սփյուռքահայության վրա։ Հայաստանը այն կորիզն է, այն միջուկն է, որի շուրջ համախմբվում է ողջ հայությունը, չի կարող պատահել այստեղ տեղի ունենալ ինչ-որ գործընթաց, որը իր արձագանքը չունենա Սփյուռքում, որը իր ազդեցությունը չունենա Սփյուռքում։ Կոնկրետ օրինակով նշեմ եւ փակեմ խոսքս, հիմա շրջանառության մեջ է դրված մի կեղծ կատեգորիա՝ իրական Հայաստան։ Սկսենք դրանից։ Ինչ է նշանակում իրական Հայաստանը։ Որն է սահմանումը։ Որտեղ Սփյուռքը չկա։ Որտեղ Սփյուռքը չկա, որտեղ քարտեզի վրա այո, նկարված Արցախը չկա այն հայրենիքը, որը Սփյուռքում բոլորը մեծ մասը Սփյուռքինը պատկերացնում է որպես իր հայրենիքը։ Հենց այդտեղ է, որ Սփյուռքը պետք է ներգրաված լինի Հայաստանի քաղաքական գործընթացներին, Հայաստանի հասարակական գործընթացներին։ Ես չեմ ասում ուղղակի մասնակցություն ՔՎ-ի տեսքով, բայց Սփյուռքի կարծիքը, Սփյուռքի մոտեցումները, Սփյուռքի առաջնահերթությունները, այնինչ որ կարևոր է Սփյուռքի ինքնության պահպանման համար եւ յուրաքանչյուր հայի պահպանման համար, դրանք պիտի ներառված լինեն եւ Սփյուռքի մասնակցությունը դրանով է կարևորվում։ Շնորհակալություն։ Պարոն Մխիթարյան, դուք բավական տևական ժամանակ նախկինում գոյություն ունեցող Սփյուռքի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա եք։ Ձեր քաղաքականության մեջ, ձեր աշխատանքային առօրյայում եւ ծրագրերում պարոն Շահնազարյանի ասածը ինչպես էր արտացոլվում։ Գիտեք, ուրեմն Սփյուռքի նախարարությունը սկզբից որպես կոմիտե 2007 թվականին ստեղծվեց, իսկ հետո դարձավ նախարարություն 2008 թվականին, եւ դա ըստ էության Սփյուռքի նաեւ պահանջն էր եւ նաեւ Հայաստանի քաղաքականության շարունակությունը, որովհետեւ դա ենթադրում էր մոբիլիզացնել, կենտրոնացնել ներուժը, որը գոյություն ունի Սփյուռքում, եւ իսպաս դնել, ծառայեցնել Հայաստանի զարգացմանը։ Եվ միաժամանակ բոլորին պետք է հայտնի լինի, որ զարգացած եւ ուժեղ Հայաստանը երաշխիքն է Սփյուռքի գոյության եւ ուժեղացման եւ հակառակը։ Ուժեղ Սփյուռքը եւ հատկապես այստեղ կարեւոր է կազմակերպված Սփյուռքը շատ կարեւոր է նաեւ Հայաստանի համար։ Տեսեք, վերցնենք Հայաստանը 90-ական թվականներին, երբ որ նոր անկախություն էր ձեռք բերել։ Ուրեմն եւ սկսում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել տարբեր երկրների հետ։ Առաջին մարտիկ, ովքեր օգնում էին այդ դիվանագիտական հարաբերությունները հաստատելու համար, դեսպանատներ բացելու համար, ովքեր Այլ երկրների հայկական գաղթօջողները։ Եվ բնականաբար պետք է հենց այդպես էլ լիներ։ Իսկ կազմակերպչական ձևը, կոմիտե, նախարարություն, որոշակի բովանդակություններ, թե դա ուղղակի պետք էր Սփյուռքին, որ ասեին իրենց երկրներում, այ մենք մեր հայրենիքի նախարարության, մեր հայրենիքի կառավարության նախարարության, ասենք ստատուսը ինչ որ նշանակություն ուներ։ Շատ կարևոր է իսկապես ունենալ նախարարություն Սփյուռքի հարցերով զբաղվող, որտեղ յուրաքանչյուր սփյուռքահայ պիտի ունենա, ինչպես այն ժամանակ ասում էինք, իր տունը Հայաստանում, որովհետև սփյուռքահայը Հայաստան գալով նա պիտի հասկանա, որ նա այստեղ տուն ունի եւ առաջին տունը դա հենց այդ նախարարությունն էր, որտեղ այցելությունները ուղղակի չէին դադարում այն ժամանակ։ Յուրաքանչյուր մեկը, երբ որ Սփյուռքից գալիս էր Հայաստան, իր պարտականություններ համարում անպայման
հանդիպել Սփյուռքի նախարարություն, խորհուրդներ տալ, առաջարկություններ ներկայացնել, իր համայնքի մասին պատմել, կարիքների մասին պատմել եւ այդ ժամանակ էին, որ ծնվում էին տարբեր ծրագրեր, որովհետեւ կարիքից ելնելով էին այդ ծրագրերը առաջանում եւ հետո իրականացվում որպես պետական քաղաքականության մաս։ Պարոն Շահնազարյան, երբ որ Հայաստանում Սփյուռքի նախարարությունը դադարեց գոյություն ունենալ ու նշանակվեց Սփյուռքի հանձնակատար, ոչ միայն Հայաստանում, այլ հատկապես Սփյուռքում բավական լուրջ բողոքի ալիք բարձրացավ։ Դա պայմանավորված էր միայն այդ ստատուսի փոփոխությամբ, թե նաև կադրային մոտեցումների եւ այլ պայմաններով։ Ստատուսի փոփոխությունը կար, որովհետև իջեցվում էր, ինչքան էլ փորձեցին համոզել, որ ոչ ստատուսը բարձրանում է, չէ, դες բան չկար, նախարարությունը իջավ հանձնակատարի մակարդակի։ Բայց դրանից ավելի կարևորությունը այդ բովանդակային փոփոխությունն էր, որը զգում էին Սփյուռքում, այն ժամանակ ես Սփյուռքում էի դեռ աշխատում էի, եւ յուրաքանչյուր սփյուռքահայ, որը մտահոգված էր այս հարցերով, որը հետևում էր այս ամեն ինչին, զգում էր, թե ինչ բովանդակային փոփոխություններ են աստիճանաբար տեղի ունենում, ինչ է թաքնված այս ամբողջի տողատակերում, ինչ նպատակներ է հետապնդում։ Ժամանակը ցույց տվեց, որ այն մտահոգությունները, որոնք կային Սփյուռքում, արդարացված էին ամբողջովին։ Այսինքն այս կառույցը ոչ միայն չի զբաղվում Սփյուռքի, այսպես կոչված, պահանջների, այնինչ որ Սփյուռքը պետք է ստանա Հայաստանից, դրանց բավարարման, ոչ միայն չի զբաղվում Սփյուռքի համախմբման գործում Հայաստանի առանցքի շուրջ, Սփյուռքի ներուժի ներգրավմամբ, այլ ընդհակառակը հնարավորության դեպքում փորձ է անում, այսպես կոչված, կեղծ կորիզներ, կառույցներ ստեղծել Սփյուռքում, որոնց նպատակը ավանդական Սփյուռքի ավանդական կառույցի կազմաքանդումը Սփյուռքում պառակտվածություն ստեղծելն է, այնպես ինչպես Հայաստանում արվեց սևեր եւ սպիտակներ, նույն մոդելի մի բան այլ բանով արվի Սփյուռքում։ Սա է խնդիրը։ Ես թույլ տվեք երկրորդը, որովհետև իսկապես իրավիճակը շատ վատ է։ Առաջինը ինչ քայլ որ արվեց, ինչ արվեց, այն մարդիկ, որոնք 10 տարի շարունակ Սփյուռքի նախարարությունում աշխատել էին, փորձ էին ձեռք բերել, գիտելիքներ, շատ կարևոր կապեր, այսինքն մարդիկ մարդկանց հետ էին աշխատել։ Առաջին քայլը որ եղավ, ուրեմն վերցնել եւ կադրային ջարդ անել, այսինքն այն մարդիկ, որոնք կապեր ունեին, այդ մարդկանց հանեցին։ Եվ ինչպես է իրել այդ կամուրջները ձգելու։ Ուրիշ բան ասեմ, վերջերս Հայ-Ակվեի միավորման պատվիրակության կազմում ես եղա Բենելուքսի երկրներում։ Հայ համայնքներում հանդիպումների ժամանակ մարդիկ ինչից էին բողոքում, որ նրանց ահաբեկում են, որպեսզի որևէ կապ չունենան Հայաստանի հետ, չնայած նորից ասեմ, դուք էլ ասացիք ձեր խոսքում, անընդհատ հետևում են այդ մարդիկ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ավելի շատ իրազեկված են, քան երևի մենք, որովհետև լրահոսը ամբողջությամբ Հայաստանի մասին է, բայց նրանց արհեստական կերպով արգելվում է որևէ ձևով մասնակցել Հայաստանի կյանքին, նույնիսկ իրենց բարեկամների միջոցով։ Շատերի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելված է։ Իհարկե։ Իսկ դա նշանակում է, որ մյուսներ դուք վախեցեք, որովհետև ձեր մուտքն էլ կարգելվի Հայաստանի Հանրապետություն։ Դուք ոչ միայն չեք կարող այցելել ձեր հարազատներին, նույնիսկ չեք կարող ինչ-որ մի բանով օգնել ձեր երկրին, ձեր հայրենիքին, որը ուղղակի անընդունելի է։ Հիմա մենք աստիճանաբար արդեն սկսեցինք ընդհանուր իրավիճակը ներկայացնելուց հետո նաև արդեն խնդիրներ բարձրացնել, բայց եկեք խնդիրներ բարձրացնելը թողենք Սփյուռքին սկզբից։ Հարգելի Սփյուռք, սիրելի Սփյուռք, ինչ է սպասում Հայաստանից այս ընտրություններից հետո կամ այն ժամանակաշրջանում, որ Հայաստանը գտնվում է նկատի ունենալու մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները, մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները, սպասելիքներ 1-2 շատ կարևոր։ Եթե մենք պետք է սպասենք ընտրությունների արդյունքներին։ Եթե այս իշխանությունները վերարտադրվեցին, մեծ հաշվով ես չեմ կարծում Սփյուռքում որևէ իրատես մարդ գտնվի, որ ինչ-որ բան ակնկալի այս իշխանություններից։ Ընդհակառակը ես կարծում եմ իրավիճակը առավել է սրվելու։ Այս իշխանությունների հանգամանքը պարզ է, բայց նաև նոր քաղաքական ուժեր են գալիս, քաղաքական ուժերի իմ կարծիքով պետք է ստեղծվի, ես մի բանաձևում ունեմ։ Պետք է ստեղծվի հորիզոնական տարածվածությամբ բազմակենտրոն համահայկական հարթակ,
որտեղ այդ բազմակենտրոնում Հայաստանը որպես կորիզ, Սփյուռքը իր շուրջ հավաքված մյուս կենտրոնները, այսինքն մեկ ազգի տարբերակը տարբեր կենտրոններով եւ միանշանակ մեկ օրակարգ այս բոլորի համար, ազգային օրակարգ, որովհետեւ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք ունեն համահայկական բնույթ, սկսած Արցախից, որը համահայկական բնույթի է եւ ոչ ոք, ոչ մի իշխանություն իրավունք չունի միայն ու միայն իրեն քվեարկած քաղաքացիների քվեի քանակով որոշի թե ինչպիսին է լինելու Արցախի ճակատագիրը, նույնը Հայաստանի ճակատագիրը, նույնը հարաբերությունները հարևանների հետ, նույնը Սփյուռքի հետ կապված եւ նույնը ազգային ցեղասպանություն, հայ առաքելական եկեղեցի եւ այսինքն ինքնության խնդիրներ, ռազմավարական նշանակության անվտանգային խնդիրներ, Հայաստանի ապագայի տեսլական։ Այս բոլորը պետք է ներառվեն, համահայկական խնդիրներ կան նաև տեղական ծագում ունեցող, տեղական գենեզիս ունեցող խնդիրներ, ասենք ամերիկայացիան խնդիրներ ուրիշ են, իրանահայացիան։ Յուրաքանչյուրը ես դրա համար եմ ասում բազմակենտրոն, որովհետև մենք կարիք ունենք Սփյուռքում, այսինքն այս ձևաչափը, որ ես պատկերացնում եմ, պետք է լինի ապակենտրոն։ Իրանահայությունը ունի իր յուրահատուկ խնդիրները, ապրում է իրեն յուրահատուկ քաղաքական համակարգում, նույնը Լիբանանահայության մասին է, Սիրիահայության մասին է, Ամերիկահայության, հեռավոր Արգենտինայում կամ Ավստրալիայում եւ ինչու՞ չէ նաեւ նոր Սփյուռքում մի լավ տերմին էր օգտագործվում ավատական Սփյուռք, ԱՊՀ տարածքի ձևավորվող նոր սփյուռքյան կորիզների համար, սրանք յուրաքանչյուրը ունեն, սրանցից յուրաքանչյուրը ունի իր խնդիրները, ունի իր այսպես կոչված առաջադրանքները, որոնք պետք է կատարի եւ այս բոլորը պետք է հաշվի առնվեն այդ ամեն ինչում։ Այդ տեղային խնդիրները պետք է համակարգվի պետություն, համապատասխան նախարարություն, կառույց եւ Սփյուռքյան այդ գաղթօջախը այս բանով։ Իսկ համընդհանուր խնդիրները համահայկական բնույթ է եւ ես կարծում եմ ինչ որ կառույց պետք է ստեղծվի, որը այդ համահայկական խնդիրներին Սփյուռքին ներառելով նաեւ լուծում տա վերջնականորեն։ Պարոն Մկրտչյան, քիչ առաջ դուք մի միտք արտահայտեցիք, այսինքն փաստում եք, որ մի քաղաքական ուժ կա, որ իր ծրագրերում Սփյուռքի նկատմամբ մոտեցում չունի, մի քիչ համաձայն չեմ, որովհետեւ մոտեցումներ տարբեր կարող են լինել ժխտողական մոտեցում, կարող է լինել հակառակ նշանով դրական մոտեցում եւ զարգացնելու ու այսպես ասենք լուրջ արդյունքների հասնելու մոտեցում, այսինքն մոտեցում չունենալը նույնպես մոտեցում է։ Հիմա, երբ պարոն Շահնազարյանը բարձրացնում է այդ խնդիրները, մի քիչ անհասկանալի է գոնե այս պահին ինձ համար մեր երկիրը 8 տարի այս կարգավիճակում լինելով, այս վիճակում լինելով Արցախի կորստից հետո Սփյուռքի նախարարության վերացումից եւ Սփյուռքի հանձնակատարի ինստիտուտի հիմնելուց հետո արդյոք առաջիկա մի քանի տարիները, որոնք վերաբերվել են այս ընտրվելիք ազգային ժողովին եւ դրա այդ ընտրությունների արդյունքում գոնե սկզբում ձևավորված կառավարության հնարավորություն ունեն ժամանակի, տարածության եւ միջոցների մեջ լուծելու պարոն Շահնազարյանի առաջադրած խնդիրները կամ որքանով լուծելու այդ խնդիրները։ Քանի որ դուք կոնյունկտուրային ծանոթ եք, էլի։ Դե գիտեք ինչ, ուրեմն չի ցանկանա քաղաքական աղանդների մասին խոսել, որովհետև դա բնութագրական չի, էլի, ժողովրդին, եւ ես ելնում եմ այն տեսակետից, որ առաջիկա ընտրություններով վերջապես ազգային իշխանություն կձևավորվի Հայաստանում եւ այդ հարցերը ընդհանրապես դուրս գան, բայց մեր նախաձեռնությունը հայրենիք Սփյուռք նստած չի սպասելու թե ինչ կլինեն ուրեմն ընտրությունների արդյունքում մենք գործում ենք հիմա եւ կոչ ենք անում նաեւ բոլորին, որպեսզի այս պահից դրությամբ եւ Սփյուռքը եւ Հայաստանում այդ կապերի զարգացմանը նպաստող ցանկացած նախաձեռնություն նպաստի նրան, որպեսզի արկա քաղաքական ուժերի օրակարգում ներառվի նաեւ Սփյուռքի հետ հարաբերությունները։ Իհարկե, մեզ որպես ազգ, որպես հայություն, ցանկալի է, որպեսզի մի օր գա, երբ Սփյուռք չլինի։ Այսինքն ամբողջ հայությունը հավաքվի իր հայրենիքում։ Եվ դա մեր երազանքն է, մեր նպատակն է։ Եվ դրա համար անպայման պետք է հայրենադարձության մասին մենք խոսենք։ Դա շատ կարևոր է։ Բայց մինչև այդ մենք պետք է ունենանք իսկապես կազմակերպված Սփյուռք։ Սփյուռքին պետք է կազմակերպել, որովհետև շատ տարատեսակ է հիմա Սփյուռքը։ Ըստ երկրների բաժանած, նույնիսկ երկրների մեջ
կան տարբեր շերտեր, սոցիալական շերտեր են դրանք, կրոնական, քաղաքական, տարբեր շերտեր կան։ Երիտասարդների ցանկությունները լրիվ ուրիշ է եւ այլն։ Եվ պետք է քաղաքական ուժերի օրակարգ եւ նախընտրական ծրագրերում լինեն մոտեցումներ, թե ինչպես ենք կառուցելու հունիսի 8-ից հետո մեր հարաբերությունները Սփյուռքի հետ։ Եվ մեր երևի մասնագետների ուրեմն ներդրումը պիտի լինի այն, որպեսզի մենք օգնենք այդ քաղաքական ուժերին լավ կառուցելու իրենց նախընտրական ծրագրերը եւ դրանից հետո անմիջապես իրականացնելու, որտեղ նորից ասեմ, ես վստահ եմ, որ հունիսի 8-ից հետո մենք ձեռնամուխ պիտի լինենք այդ ծրագրերը իրականացնելու։ Տեսեք, մի հետաքրքիր միտում կա, կամ այսպես ասենք, պատկերացում կա, որ ամեն մի իշխանություն իր քաղաքականությունը Սփյուռքի հետ աշխատանքներում ձևավորում է իր տեսլականի համաձայն, բայց պարոն Շահնազարյանը հիմա մի հետաքրքիր միտք ասեց, որ այնպիսի գաղափարներ են պետք ձևավորել, գեներացնել, որ անկախ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններից, իշխանությունների փոփոխությունից եւ այլն, մնան բոլոր իշխանությունների օրակարգում։ Այդ տեսեք, օրինակ, հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման կամ այսպես ասենք պահանջատիրության հարցը, Արցախի հարցը, արցախցիների վերադարձի իրավունքի հարցը եւ այլն, այսինքն եղած օրակարգերին հիմա գումարվել են ցավոք սրտի նաեւ նոր օրակարգեր, որոնք կարող են հենց այդ միավորող հանգամանքը դառնալ եւ պատվիրակել Հայաստանի իշխանություններին եւ Հայաստանում ապրող հայերի եւ Սփյուռքում ապրող հայերի անունից պատվիրակել հնարավոր է դա կա այդ ներուժը, թե ինչ որ հիասթափություն կա կամ չգիտեմ դժվարություններ կան, պարոն Շահնազարյան։ Ցանկացած նախաձեռնության դեպքում լինելու են դժվարություններ, լինելու են խոչընդոտներ, խնդիրներ, բացասական մոտեցում ունեցող անձնավորություններ դրա հետ կապված, բայց դա չի նշանակում, որ չպիտի իշխանությունները նորմալ իշխանությունների մասին է խոսքը, իմ հարգելի զրուցակիցը լավ բան է, քաղաքական աղանդների մասին չէ խոսքը, նորմալ ազգային իշխանություն նկարագիր ունեցող իշխանությունների մասին, որոնք պիտի ձեռնամուխ լինեն այդ ամեն ինչին։ Մենք հաջողակ օրինակը ունենք։ 100-ամյակի հռչակագիրը, ցեղասպանության 100-ամյակի հռչակագիրը, դա Հայաստանի, Սփյուռքի բոլոր քաղաքական ուժերի համատեղ աշխատանքի արդյունքն էր։ Յուրաքանչյուրը իր ներդրումն ուներ, յուրաքանչյուրին կարող էր ինչ-որ բան բավարարել, ինչ-որ բան չբավարարվել, բայց քրտնաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ ձևավորել մի այսպես կոչված պլատֆորմ, որը բավարարում էր բոլորին եւ դա առաջնորդող ուժ էր։ Մեծ ներուժ էր պարունակում այդ հռչակագիրը ցեղասպանության ճանաչման, հատուցման գործում եւ ապագա քայլերի հետ կապված, այսինքն ճանապարհային քարտեզը գրեթե ուրվագծում էր դեպի ուր են պատրաստվում շարժվել։ Դա նշանակում է, որ այո, ներուժը կա, բոլոր խնդիրներով հանդերձ, այն բոլոր խնդիրներով հանդերձ, որ գալիք իշխանությունները կանգնելու են դրանց դեմ այս 8 տարվա ավերածությունների արդյունքում եւ պետք է լուծեն, սա եւս պետք է լինի օրակարգային շատ կարեւոր հարց, ոչ թե երկրորդական կամ ստվերային մի թեմա, որին մատերի արանքով կարելի է նայել, չնայել, հռչակագրային ինչ-որ հայտարարություններ անել կամ ոչ մշտապես պետք է պահվի օրակարգում եւ ես կարծում եմ, որ կա այդ ներուժը, այդ հնարավորությունը կրկին անգամ նման մեկ օրակարգի շուրջ նման այսպես համազգային կոնսոլիդացիա ստեղծելը։ Ես կարծում եմ ներողություն, պետք է հայրենիք Սփյուռք հարաբերությունները հիմա այն փուլն է, որ հունիսի 8-ից հետո պետք է արդեն հասնի նրան, որ ինստիտուցիոնալիզացվի։ Այսինքն մենք պետք է ստեղծենք կառուցակարգեր, որտեղ Սփյուռքին դուրս մղելը Հայաստանի ներքին կյանքից էլ հնարավոր չլինի։ Եվ այսպիսի շատ լավ օրինակներ կան։ Մենք օրինակ ես հիշում ժամանակին մարդիկ կային, որ առաջարկում էին երկպալատ խորհրդարան։ Ապրեք։ Այո։ Ես նույն մասին էի ուզում ասել, որովհետև մենք հիմա ուսումնասիրում ենք մեծ Սփյուռք ունեցող երկրների կառուցվածքը, դե որոշումները ինչպես են կայացվում եւ շատ լավ օրինակ ունենք Իռլանդիա։ Իռլանդիան էլի մեծ Սփյուռք ունի, ավելի շատ մարդիկ իռլանդացիներ ապրում են Իռլանդիայից դուրս, բայց Իռլանդիայի պարլամենտը 2 պալատ ունի։ Եվ վերևում սենատում, որը 60 հոգանոց է, ներկայացված է հենց իռլանդական Սփյուռքը, որոնք էական ազդեցություն ունեն, մարդիկ, որոնք տարբեր երկրներում բնակվում են, ազդեցություն ունեն որոշումների կայացման վրա։
Այն օրենքները, որոնք ընդունում է ներքևի պալատը, պիտի հաստատվի վերևի պալատի կողմից։ Այստեղ Սփյուռքը էական նշանակություն ունի եւ նա իր միջով անցկացնում է այդ որոշումը եւ թույլ է տալիս ընդունվի թե չէ։ Ես հիմա լսում եմ Ես առաջարկեի նույն բանը Հայաստանում ունենալ։ Ես հիմա լսում եմ ձեր կարծիքները, ձեր խոսքերը, ձեր տեսլականն եմ, այսպես ասենք, արագ մտքով հասկացում։ Ինձ թվում է, թե մենք 3 հունիսի 7-ն էր, այսօր հունիսի 8-ն է կամ հունիսի 12-ն է, ու մենք այնքան լավատեսական ենք այս ամեն ինչի մասին խոսում, կարծես վերջ մենք բոլոր խնդիրները լուծեցինք, այ հիմա եկել է կոնստրուկտիվ խոսելու ժամանակ։ Դա ինձ նույնպես լիցքավորում է, ես հիմա նույնիսկ փշակաղում եմ։ Ձեր նկատառման վերաբերյալ Իռլանդիայի դեպքում կա ուժեղ կենտրոնաձիգ պետություն ու կառավարություն ու նաև հասարակական ըմբռնում, որ այնուամենայնիվ կենտրոնը հայրենիքն է, ուժը հայրենիքն է, պահանջը դնողը հայրենիքն է, իսկ Սփյուռքը ընդամենը օգնողն ու օժանդակողն է, թե չէ մեր մոտ էլ հիմա որ առաջարկես ոչ մեկ դեմ չի, բայց կասեն մի րոպե, բայց ասենք ամերիկացիները մի բան են ուզում, Ամերիկայի հայերը, Ռուսաստանի հայերը մի այլ բան են ուզում, Իրանի հայերը մի բան են ուզում, Լիբանանի հայերը մի բան են ուզում, մեկը մյուսի այսպես ասենք հակառակ կարող է կանխել, չքվյարկել, չհաստատել եւ այլն, այսինքն այն ճակերտավոր ասած հայկական, հայրենասիրական, հա, այդ մոտիվները, որ անընդհատ մենք տեսնում ենք։ Դա դեռ ապագայի հարց է։ Հիմա մի ուրիշ բան։ Երբ որ խոսում ենք Սփյուռքի պահանջները բավարարելու մասին, երբեմն այդ պահանջները նաև սուբյեկտիվ են, համաձայն եք, չէ՞։ Բայց օբյեկտիվ պահանջների մասին է։ Մտածում են շատերը, որ մենք տուրք ենք տալիս Սփյուռքի տնտեսական օժանդակությանը, քաղաքական աջակցությանը իրենց երկրներում եւ այլն, ու դրա համար մենք տուրք ենք տալիս Սփյուռքի համար դա ենք անում։ Դա իդեպ Արցախի դեպքում շատերի մոտ բերեց հակընդդեմ ինչ-որ բաների, թե մինչև հիմա էլ ասում են, չէ, այդքան տարի մենք Արցախի համար արեցինք, այնտեղ չեմ անում, փող ենք տվել, բան եւ որ հաշվում ես Արցախն ավելի շատ է տվել Հայաստանին, քան թե Հայաստանից Արցախ գնացել, բայց ասում են հայտնի անեկդոտում նստվածքը մնացել է։ Ոնց պետք է դա անել։ Գիտեք ինչ, մարդկանց մոտ այդպեսի իսկապես տպավորություն կա, բայց եկեք հիշենք օրինակ 20 թվականի պատերազմի ժամանակ Սփյուռքը ինչ արեց։ Որևէ մեկը նրան չէր ասում, չէ, ինչ անի, բայց կարողանում էր ինքնակազմակերպվել եւ օժանդակել, որովհետեւ Սփյուռքը գիտակցում է, որ ինքը առանց հայրենիքի չի կարող երկար գոյատևել։ Հայաստանի պարագայում որպես պետականություն առանցքը Հայաստանը ընդհակառակը պիտի աշխատի, որպեսզի Սփյուռքը մնա։ Եվ դրա համար բոլոր ծրագրերը, որոնք Հայաստանը պետք է անի պետության մակարդակով, պիտի լինի պահպանել հայապահպանության ծրագրերը։ Լեզուն, կրոնը, մշակույթը, որովհետև առանց դրա շատ դժվար է պատկերացնել, որ Սփյուռքը կլինի։ Այս շատ կարևոր է, այսինքն Հայաստանի պետական քաղաքականությունը պիտի ուղղված լինի հայապահպանությանը, սա առաջինը։ Երկրորդը հայության ներուժի համախմբումը։ Սա շատ կարևոր է, այսինքն այն ինչ որ մենք ունենք ամբողջ Սփյուռքում, պատկերացրեք 3-4 անգամ ավելի մեծ է, քան այն ինչ ունենք Հայաստանում։ Նույնիսկ վերջին տարիներին Հայաստանից գնացածներ ունենք, չէ՞, որոնք եւ նրանց պոտենցիալը օգտագործել, դա չի նշանակում, իդեպ շատերը ասում են գնացել ես, ուրեմն իրավունք չունես խոսելու։ Այսպեսի բան չկա, մարդիկ հիմա Հայաստանից գնացած կամ Սփյուռքում ծնված մեծացած կարող են իրենց գործունեությամբ շատ ավելին անել Հայաստանի հայրենիքի համար, քան թե այստեղ մնալով։ Եվ օրինակ էլի այդ աղանդավորների ղեկավարը այս վերջերս թե անցած տարի էր ինչ որ միտեղ ասում էր դու իրավունք չունես խոսալու, գիտես, բանի Հայաստանի մասին, քանի որ Հայաստանից դուրս ես եկել։ Իսկ ով ասաց, որ իրավունք չունի։ Մենք հիմա 21-րդ դարում ենք ապրում, եւ էլ այն ազգային պետությունները իրենց սահմաններով շատ թույլ են։ Մենք պիտի ունենանք ժամանակակից կոմունիկացիաները, ցանցային հնարավորությունները, այո։ Այո, եւ հայերին Աստված տվել է այդ հնարավորությունը։ Մենք առանց այդ էլ ցանց էինք։ Հիմա պետք է այդ ցանցը նորմալ օգտագործել։ Այն մեծ կորպորացիաները ավելի ուժեղ են, հզոր են, հարուստ են, քան ցանկացած երկիր, նույնիսկ ամենահարուստ երկրները վերցրեք։ Իսկ ի՞նչն է խանգարում, որ մենք դառնանք այդպիսի երկիր։ Եվ սա իմ առաջարկն է, որպեսզի քաղաքական ուժերը հիմա վերցնեն եւ ներառեն իրենց քաղաքական ծրագրերում։
ցանցային հայկական ազգային պետության գաղափար։ Ես գիտեմ ինչն է խանգարում, բայց հիմա դրա մասին չծավալվենք։ Պարոն Շանազյանը, վերջերս այս տաղավարում իմ հյուրը Մհեր Գարագաշյանն էր, կանադահայ հասարակական գործիչ։ Մի հետաքրքիր միտք ասեց, որ այսօրվա աշխարհում արդեն Սփյուռքի գոյության, այսպես ասենք, ավելի քան 100 տարիների ընթացքում Սփյուռքում նոր խնդիրներ են առաջացել, որոնք սկզբունքորեն կապ չունեն հայրենիքի հետ։ Ներգաղութային խնդիրներ, կրթական խնդիրներ, սոցիալական խնդիրներ, քաղաքական խնդիրներ, որոնք կարծես թե Սփյուռքու որպես Սփյուռք գաղութից չեն ծնվել, բայց իրենց միջավայրը պարտադրել է այդ փոփոխությունները։ Հիմա այդ փոփոխությունները արդյոք Սփյուռքում գնահատված են, այսպես ասենք, ինվենտարիզացիա արվել է, որ պահանջ ներկայացվի Հայաստանին դրանց վերաբերյալ, դրանց այդ խնդիրները լուծելու համար։ Վերջիվերջո այդ խնդիրները ձեր երկրներում այնուամենայնիվ լուծվող չեն, այլապես չէին առաջանա։ Այո։ 100%-ով համաձայն եմ սիրելի ընկերոջ Մհերի գնահատականի հետ։ Սփյուռքում ստեղծվել են տարբեր խնդիրներ։ Եվ դա օբյեկտիվ է, ժամանակը պարտադրում է իրեն, պայմանները պարտադրում է իրեն։ Եվ դա իրապես պետք է այդպեսին լինի։ Ես չեմ տեսնում դեռևս, որ Սփյուռքում նաև որովհետև այնպես չի, Սփյուռքում ամեն ինչ կատարյալ է, այն ինչ որ պետք է տեղի ունենա օրակարգված, պատրաստված, ամեն ինչ հստակ դրված է, միայն Հայաստանում կարիք կա մի ազգային իշխանության, որ այս փաթեթը վերցնի ու սկսի իրականացնել։ Ոչ, այդպես չէ։ Սփյուռքում եւս կան բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս, այսպես կոչված, դու կարողանաս 100%-ով իրականացնես այն ինչ որ պետք է անես։ Ես որպես օրինակ մի օրինակ ասեմ ձեզ, Իրանահայ համայնքի մասին չի, չնայած Իրանահայ համայնքում եւս այդ սերունդի հետ մենք ունենք խնդիրներ։ Եթե մենք վերցնում ենք արևմտահայ Սփյուռքը, որը ձևավորվել է հիմնականում ցեղասպանության արդյունքում, արդեն մենք 4-րդ սերունդի ականատեսն ենք։ 4-րդ սերունդն է ծնվում։ 4-րդ սերունդը ծնվել եւ մեծացել է գլոբալացված պայմաններում։ Գլոբալացված, այո, գլոբալիզացիայի արժեքների պայմաններում այն ինչը, որը պարտադրվում է գլոբալիզացիայի կողմից, ապազգայնացումից սկսված մինչև եւ։ Հիմա այս սերունդը նույնը նաև ես կասեմ այսպես թե այնպես իրանահայության մասին, իրանահայության 4-րդ սերունդի մասին, որի հետ մենք գործ ունենք այսօր։ Դե ես չասեմ Հայաստանի։ Այո, նաև Հայաստանում կա։ Այս սերունդը կարիք ունի մի խոսույթի, նոր խոսույթի, որը կսահմանի որն է ազգային արժեքը, որն է հայրենիքը, որն է ցեղասպանությունը, ինչու պահանջատիրություն, ինչու հատուցում, ինչու պետք է մենք կարճենք մեր ազգային արմատներին, ինչու պետք է շարժվենք պայքարի ուղղությամբ, պայքարը ինչու է պետք մեր ժողովրդին։ Սա շատ կարևոր հանգամանք է, սա հենց այն հարցերից է, որը պետք է լուծում տրվի, եւ այս հարցի լուծումը պետք է տրվի համահայկական ուժերի կոնսոլիդացմամբ, այսինքն Հայաստան, Սփյուռք, որովհետև ինչպես ասացի, դուք էլ նշեցիք, թե Հայաստանի 4-րդ այդ սերունդին Z սերունդ են կոչում հիմա, դրան է վերաբերում, թե Սփյուռքի տարբեր գաղթօջախների սերունդներին է վերաբերում այդ նոր սերունդինը, որը պետք է ստանա դա։ Այլապես մենք պարտվելու ենք այս պայքարում, այս ամեն ինչում։ Այս այսպես կոչված քաղաքային աղանդը շատ լավ ձևակերպում եք, ես շնորհակալ եմ քաղաքական աղանդը այդ ձևակերպման համար, կհաջողի առաջ տանել այն այսպես կոչված չակերտավոր գաղափարները, որոնք փորձում է սերմանել, որը կազմաքանդելու է մեր ազգային համակարգը, համահայկական մեր ինքնությունը եւ այդ իրական Հայաստան կոչված տեսլականը։ Մեր հաղորդումից հետո սուրճ կհյուրասիրեք պարոն Մխիթարյանին այդ մտքի համար։ Շատ լավ միտք է։ Տեսեք, պարոն Շահնազարյան ասածը ես հասկանում եմ, բայց այստեղ մի դժվարություն կա, գուցե չհամաձայնվեք։ Տարբեր երկրներում հայ համայնքը, հայ գաղութը, այսինքն հայ համայնքի այդ 4-րդ սերունդը, Z սերունդը տարբեր նկարագիր ունի, թեև ընդհանրության մեջ նույնն է։ Այ ես դրա համար եմ ասում, որ պետք է կենտրոնը լինի եւ ապակենտրոն Սփյուռքարյան։ Մենք ունենք մարդիկ, ինչ որ դիտարկած փորձ, ինչ որ
ծրագիր, որը քննարկվել ու այսպես ասենք սկզբունքորեն հավանության է արժանացել, որ այդ հունիսի 7-ին կոճակը սեղմեցինք ու մի հրաշքով իրավիճակը սկսեց կարգավորել, անմիջապես ձեռնմուխ լինել դրան, որովհետև այդ Z սերունդը ինքը նաև իր զարգացման մեջ լուրջ արագություն ունի, որը օրինակ չունի մեր սերունդը։ Նրանք ավելի շատ են տեխնոլոգիաների տիրապետում, նրանք ավելի վարժ են, նրանք ավելի կոմունիկացված են իրար հետ։ Հա? Այս ամեն ինչը ո՞նց եք նայում դեռ։ Ուրեմն տեսեք ինչ պիտի լինի հունիսի 8-ին, այսինքն ինչ որ լինելու է, հիմա ես այդ եմ ասել։ Հայաստանը Հա, մենք որպես ֆուտուրիստական մի հատ ինչ-որ վիճակում ենք, էլի խոսում ենք մի պետք է վստահ լինել, որ լինի։ Ուրեմն հունիսի 8-ին ինչ ենք անելու, դեմքով դառնալու ենք դեպի Սփյուռքը եւ պետական քաղաքականություն ենք սկսելու իրականացնել Սփյուռքի նկատմամբ։ Ինչ է նշանակում պետությունը իրականացնում է պետական քաղաքականություն։ Նշանակում է ֆինանսավորում է որոշակի ծրագրեր։ Քաղաքականություն իրականացնել նշանակում է բյուջեից գումար տալ։ Սա է, չէ՞։ Սկզբունքորեն այո։ Սա է նշանակում։ Այսինքն մենք պիտի պատրաստ լինենք մեծ գումարների մասին է դա խոսքը, ոչ թե մարդկանց մտածողության մեջ հենց Սփյուռքի մասին խոսում ես, օրինակ մեր նախաձեռնության մասին լսում են, ասում են, հա, էլի Սփյուռքից գումարներ Հայաստան բերելու մասին է։ Ոչ, ընդհակառակը, պետությունը այնքան ուժեղ պիտի լինի եւ կա մեր պետությունը, որը պիտի գումարներ տա, որպեսզի Սփյուռքին օժանդակի։ Այստեղ մի ցավոտ խնդիր կա։ Դու հիմա պատկերացնում եք ինչ խոսույթ բացեցիք կամ ինչ տրամադրություն տվեցիք ձեր ասած քաղաքական աղանդի ներկայացուցիչներին, հա, չէ՞ Չէ, պետք է անենք դա։ Դա պետք է անենք։ Ես անձամբ տրամադրված եմ այդ ուղղությամբ, որ պետք է իսկապես նորմալ քաղաքականություն Սփյուռքի նկատմամբ։ Բայց այստեղ մի դժվարություն կա։ Մեր Սփյուռքը, հայկական Սփյուռքը համեմատած օրինակ քիչ առաջ խոսացած այդ տարբեր երկրների Սփյուռքի կազմակերպվածության առումով շատ թույլ է։ Օրինակ ձեր կարծիքով քանի տոկոսն է, իդեպ ասեմ, որ Սփյուռքում 30,000-ից ավելի կազմակերպություններ կան։ Եկեղեցի, մշակութային միություններ, կրթական միություններ եւ այլն։ Սփյուռքի մեր քույրերը, եղբայրները, նրանցից քանի տոկոսն է ընդգրկված այդ կառույցների մեջ։ Պարոն Շանազարյան։ Ցավոք սրտի մեծ մասը չի։ Ուրեմն մեր Շատ հետազոտությունները, փոքր ես միանգամից ասեմ, որ ցույց է տալիս, որ 5-ից 7% է ընդամենը, որ ներգրավված է այդ Սփյուռքյան համայնքային կառույցները։ Հիմա շատ քիչ թիվ է, շատ փոքր թիվ է։ Այսինքն մեր պետական քաղաքականությունը առաջինը պիտի նպաստի նրան, որպեսզի Սփյուռքյան մեր կառույցները իսկապես ընդգրկեն այդ, որ ասում եք, սա այն կարծիքը ունի, նա այն կարծիքը, դա նրանից է, որ կազմակերպված չի։ Մեր հաղթաթուղթը լինելու է Սփյուռքի կազմակերպումը, առաջի փուլ, եւ դրան օժանդակելն է անընդհատ, որովհետեւ կազմակերպված Սփյուռքն է, որ կարողանա Հայաստանին օգնել դիվանագիտության մակարդակում, մնացած բաներում։ Այս ներկա խամաճիկ իշխանությունները, որ հիմա Հայաստանում կան, իրենք ինչ են անում։ Իրենք ըստ էության Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքական ներկայացուցիչներն են Հայաստանում եւ գործում են ինչի դեմ, որը ամենաշատը Սփյուռքին կազմակերպել է։ Եկեղեցին է։ Չէ՞։ Եկեղեցին է, որը դարեր շարունակ հենց մերանն է եղել, որ այո, այսինքն հիմնական ընդհանրությունը լեզու, ապրեք, կրոն, եկեղեցու դեմ պայքարել, Էցը դա ինքն է պահել։ այո, եկեղեցու դեմ պայքարել նշանակում է նաև Սփյուռքի դեմ պայքարել, որովհետև դա է կառույցը, որը հաղորդակցությունն է ապահովում հայրենիքի եւ Սփյուռքի։ Այսինքն սրա դեմ էլ մենք պիտի պայքարենք, ըստ էության մենք տվեցինք քաղաքական պլատֆորմ։ Շատ լավ։ Ես մի վերջին հարց ունեմ, շնորհակալություն ձեզ պարոն Մխիթարյան, մի վերջին հարց ունեմ պարոն Շանազարյան։ Պարոն Շանազարյան, տեսեք, հիմա մեր հաղորդումը նայում են հավանաբար նաև Սփյուռքում, ես վստահ եմ նաև որ նայում եմ, բայց մեծամասնության մասին չի խոսքը։ Միգուցե սա նաև տարածվի սոցիալական ցանցերում, Սփյուռքում եւ այլն, այսպեսի հետաքրքիր միտք առաջացավ, հա, մարդկանց մոտ։ Ահա, Հայաստանում, եթե նորմալ ազգային իշխանություն լինեն, արդեն կսկսեն փող ծախսել մեր վրա։ Իրականում պետք է այդպես արվի, բայց սա արդյոք չի, այսպես ասենք, ծուլացնի Սփյուռքի նախաձեռնությունները։ Ոչ, չեմ կարծում կծուլացնի, նախ պետք է նշեմ մի բան։ Յուրաքանչյուր լուման, որը ներդրվելու է Սփյուռքում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, դրա առնվազն 10 պատիկը վերադարձվելու է Հայաստանին։
տարբեր ձևերով, ոչ թե գումարային, այլ տարբեր ձևերով վերադարձվելու է Հայաստանին։ Սա պիտի միանշանակ մենք հաշվի առնենք։ Սա միակողմանի ներդրում չէ, նույնը Սփյուռքին է վերաբերում, յուրաքանչյուր լուման, որ ներդնում է Հայաստանում, ստանում է համապատասխան այսպես կոչված արձագանքը ինքն է ստանում։ Սա շատ կարևոր է։ 20 միլիոնի պատմությունը, որ ծախսվեց, չգիտեմ ինչի համար, բայց ասացին, որ շատ պետք է որ ծախսվի։ Այո։ Լավ, Բայց մի բան կա, ես ավարտեմ խոսքս, ոչ, եթե կա մշակված ռազմավարություն, եթե կան հստակ սահմանված նպատակներ եւ դրան հասնելու ճանապարհային քարտեզ, դա չի ծուլացնելու Սփյուռքին։ Ընդհակառակը նոր այսպես ավյուն է սրսկելու Սփյուռքին եւ նոր ակտիվություն է ստեղծելու Սփյուռքում, մանավանդ նոր սերնդի մոտ, որ իրապես մեր մտահոգության, այսպես կոչված կիզակետում պետք է հայտնվի եւ պետք է աշխատենք դրա վրա, կկորցնենք այլապես նրանց։ Եվ դրա ներողություն առաջի փուլը պիտի լինի Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավումը համահայկական համազգային մակարդակի որոշումների կայացման գործընթացում։ Սա շատ կարևոր է, այսինքն մարդիկ ներգրավում են, համատեղ մենք որոշումներ ենք կայացնում, համատեղ իրականացնում ենք։ գիտեն ինչի վրա են էներգիա, միջոցներ, ժամանակ վաղ։ Այո, Որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ, ես մի նախադասությամբ ավարտեմ, յուրաքանչյուր հայ մարդ լինի դա Հայաստանի Հանրապետությունում, թե Սփյուռքում զգա այս նախաձեռնության կարևորությունը, զգա, որ ինքը ինչպիսով է մասնակից այս ամեն ինչում եւ իր ներդրումը ինչ արդյունք է ունենալու իր հայրենիքի, իր համար եւ ապագա իր սերունդների համար։ Շնորհակալություն ձեզ։ Հարգելի հեռուստադիտող, մեր խոսակցության մի հատվածին կարող եք համաձայն չլինել։ Մի մասին կարող եք ծափահարել հիմա նստած տեղում եւ այլն, բայց մեր խոսակցության նպատակն ու իմաստը այն էր, որ առաջիկայում երբ դուք կարդաք, հուսով եմ կկարդաք քաղաքական կուսակցությունների ու միավորումների ընտրությունների մասնակցող ծրագրերը ու ձեր ընտրությունը կանեք ըստ նրա, թե արդյոք այդ ծրագրում նախատեսված են կամ այդ ծրագրում կան այն պահանջները, որ հիմա հնչեցրեց պարոն Շահնազարյանը, եւ արդյոք այդ քաղաքական ուժը ունի այն մարդկային, քաղաքական եւ մտավոր ինտելեկտուալ ունակությունները, որ կարող է աշխատացնել եւ բավարարել այդ ծրագրերը, ինչպես ներկայացրեց պարոն Մխիթարյանը։ Շնորհակալություն կրկին անգամ ձեզ։ Հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին Իրանահայ հասարակական գործիչ եւ վերլուծաբան Արամ Շահնազարյանը եւ Հայրենիք Սփյուռք նախաձեռնության անդամ Ատոմ Մխիթարյանը։ Ցտեսություն մինչեւ մեր նոր հանդիպումը։